Ինչ կանեիք, եթե ձեր երեխային փրկելու միակ ճանապարհը ձեր հոգին վաճառելը լիներ։ Պատկերացրեք, որ փակված եք ոսկե վանդակում մի հրեշի հետ, բայց մի օր հասկանում եք, որ այդ հրեշը ձեզ պատահական չի ընտրել։ Ձեր դեմքը, ձեր աչքերը նրա համար անցյալի մի տանջալի հիշեցում են, որը նա միաժամանակ ուզում է և մոռանալ, և վերապրել։ Դուք ոչ թե պարզապես կին եք, այլ կենդանի ուրվական նրա անձնական դժոխքում։ Այս պատմությունը ոչ միայն մոր զոհողության մասին է, այն սարսափելի պահի մասին է, երբ զոհը գտնում է իր բռնակալի հոգու բանալին, բայց ամենակարևորը այն գաղտնիքն է, որը նա գտնում է առանձնատան ամենամութ անկյունում։ Մի գաղտնիք, որը կամ կկործանի նրանց երկուսին էլ, կամ թևեր կտա։ Նրա վերջնական ընտրությունը ձեզ կստիպի շունչներդ պահել։ Սա մի պատմություն է, որտեղ սերը գնվում է, ազատությունը վաճառվում, իսկ հույսը ծնվում է մոխիրներից։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Հիվանդանոցի ստերիլ միջանցքը լցված էր աղտահանիչների սուր հոտով և ճնշող լռությամբ։ Անահիտը նստած էր պլաստիկ աթոռին, ամբողջ մարմնով լարված, ձեռքերը սեղմած ծնկներին այնքան ուժգին, որ մատները սպիտակել էին։ Նրա հայացքը գանված էր բժշկի աշխատասենյակի փակ դռանը, կարծես փորձում էր մտքի ուժով ներթափանցել այնտեղ և լսել իր 7-ամյա որդու ճակատագրի մասին դատավճիռը։ Երբ դուռը վերջապես բացվեց, և բարի, բայց հոգնած աչքերով բժիշկ Վարդանյանը նրան ներս հրավիրեց, Անահիտի ոտքերը կարծես բամբակից լինեին։ Բժշկի խոսքերը դանակի պես խոցեցին օդը։ Տիգրանին անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ։ Սրտի փականը այլևս չի դիմանում։ Անահիտի շունչը կտրվեց, բայց նա ստիպեց հարցնել. «Ինչ է պետք դրա համար»։ Բժիշկը լուր մի թիվ գրեց թղթի վրա և այն մեկնեց նրան։ Թիվը աստղաբաշխական էր, անհասանելի, մի ամբողջ պատ իր և որդու կյանքի միջև։ Սա անհնար է, շշնջաց նա, զգալով, թե ինչպես է գետինը սահում ոտքերի տակից։ Նա դուրս եկավ հիվանդանոցից մեխանիկորեն, նրա մտքում միայն այդ թիվն էր պտտվում, իր որդու կյանքի գինը։ Այդ երեկո, երբ Տիգրանն արդեն քնած էր, իսկ սեղանին դրված էին բանկերի մերժումները, հեռախոսը զանգեց։ Անծանոթ սառը տղամարդու ձայնը մի առաջարկ արեց, որը հնչում էր որպես սատանայական գործարք։ «Իմ գործատուն պատրաստ է ամբողջությամբ հոգալ ձեր որդու բուժման ծախսերը։ Դրա դիմաց դուք պետք է ընդամենը 1 տարով ամուսնանաք նրա հետ»։ Անահիտը քարացավ։ Ամուսնանալ անծանոթի հետ, բայց հետո նրա աչքի առաջ եկավ Տիգրանի գունատ դեմքը։ Ես համաձայն եմ հանդիպել, դողացող ձայնով պատասխանեց նա, հասկանալով, որ հենց նոր իր հոգին վաճառեց անհայտությանը։ Հաջորդ օրը, սրճարանում հանդիպելով իր մտերիմ ընկերուհուն Սոնային, Անահիտը պատմեց սարսափելի առաջարկի մասին։ «Սա խելագարություն է, Ան, դու չգիտես, թե ով է այդ մարդը», անհանգստացած ասում էր Սոնան, բայց Անահիտի աչքերում միայն վճռականություն կար։ «Ես պատրաստ եմ դժոխքի միջով անցնել, միայն թե Տիգրանս ապրի», պատասխանեց նա և գնաց հանդիպման։ Աշոտի առանձնատունը հսկայական էր, շքեղ, բայց սառը և անհոգի, ինչպես թանգարան։ Ինքը Աշոտը բարձրահասակ անթերի կոստյումով տղամարդ էր, որի գեղեցիկ դիմագծերը սառցե դիմակ էին թվում, իսկ աչքերը զննում էին այնպես, կարծես գնահատում էին անշունչ իր։ Նա առանց որևէ զգացմունքի ներկայացրեց պայմանները։ «Դուք կապրեք այս տանը, կխաղաք սիրող կնոջ դեր։ Ձայնի իրավունք չունեք։ Ձեր որդուն կտեսնեք միայն սահմանված ժամերին»։ Վերջին պայմանը սառը դանակի պես խրվեց Անահիտի սրտում, բայց երբ նա փորձեց առարկել, Աշոտը կտրուկ ընդհատեց. «Սա գործարք է, ոչ թե սիրավեպ, եթե համաձայն եք, ստորագրեք»։ Անահիտի մտքում կրկին հայտնվեց Տիգրանի դեմքը։ Նա վերցրեց գրիչը և դողացող ձեռքով ստորագրեց իր դատավճիռը։ «Շնորհավորում եմ, տիկին Սարգսյան», սառը ձայնով ասաց Աշոտը, օգտագործելով իր ազգանունը։ «Ձեր նոր կյանքը սկսվում է հիմա»։ Այդ նոր կյանքը սկսվեց մի գիշերով, երբ Աշոտն առանց թաքելու մտավ նրա շքեղ, բայց սառը ննջասենյակ։ «Մեր առաջին գիշերն է որպես ամուսիններ», ծաղրական ասաց նա, մոտենալով։ Երբ Անահիտը հետ քաշվեց հիշեցնելով պայմանագրի մասին, Աշոտի դեմքը մթագնեց։ «Այս տանը օրենքը ես եմ, հիշիր դա», շպրտեց նա և դուռը շխրքացնելով դուրս եկավ։ Ստորացումը շարունակվեց բարեգործական երեկույթի ժամանակ, որտեղ Անահիտը ստիպված էր ժպտալ և խաղալ երջանիկ կնոջ դեր, մինչ Աշոտը նրա ականջին սառը հրամաններ էր շշնջում և նույնիսկ խլեց նրա հեռախոսը, կտրելով կապը արտաքին աշխարհի հետ։ Բայց ամենասարսափելին տանն էր սպասվում։ Վերադառնալով, նրանք լսեցին Տիգրանի լացը։ «Ես մայրիկիս եմ ուզում», հեկեկում էր տղան։
Անահիտը նետվեց դեպի նա, բայց Աշոտը փակեց նրա ճանապարհը։ Ես ասացի սահմանված ժամերին, սա այդ ժամերից չէ, գնա քո սենյակ։ Որդու լացի ձայնի ներքո Անահիտը ստիպված էր ենթարկվել, հասկանալով, որ այս տանը նրանից խլում են ոչ միայն ազատությունը, այլև մայր լինելու իրավունքը։ Օրերն անցնում էին լարվածության և հոգեբանական ճնշման մթնոլորտում։ Աշոտի վերահսկողությունը դառնում էր բացարձակ։ Նա արգելում էր Անահիտին դուրս գալ տանից առանց իրեն, իսկ որդու հետ հանդիպումները դարձել էին կարճ ու հազվադեպ։ Մի առավոտ, երբ Անահիտը խնդրեց Տիգրանին այգի տանել, Աշոտը սառը պատասխանեց, որ դայակը կզբաղվի դրանով, իսկ նրա պարտականությունը իրեն գործնական ճաշին ուղեկցելն է։ Նրա սպառնալից հիշեցումը, վիրահատությունը կախված է քո լավ պահվածքից, ստիպեց Անահիտին լռել։ Մեկուսացումը խորանում էր, Աշոտը խլել էր նրա հեռախոսը և Անահիտը զգում էր, թե ինչպես է իր շուրջ օղակը սեղմվում։ Նրա անհանգստությունը մեծացավ, երբ նկատեց, որ Տիգրանը ջերմություն ունի։ Նա փակված էր մի տանը, որտեղ չէր կարող նույնիսկ ինքնուրույն բժիշկ կանչել իր հիվանդ որդու համար։ Հուսահատության գիշերը, երբ Աշոտը գործուղման էր մեկնել, մի երիտասարդ սպասուհի գաղտնի նրան մի ծալված թղթի կտոր տվեց։ Դա Սոնայից էր, գրված էր. բժիշկ Վարդանյանը զանգեց, Տիգրանի վիճակը կտրուկ վատացել է, վիրահատությունը պետք է անհապաղ կատարվի։ Խուճապը պատեց Անահիտին, նա վազեց որդու սենյակ, տղան դժվարությամբ էր շնչում։ Անահիտը հասկացավ, որ պետք է գործի։ Նրա միակ հույսը Աշոտի արգելված աշխատասենյակն էր, որտեղ հեռախոս պետք է լիներ։ Սողոսկելով ներս նա գտավ հեռախոսը, բայց այն գաղտնաբարով էր պաշտպանված։ Հուսահատ փնտրտուքի մեջ նրա ձեռքն ընկավ մի հին կաշվեպատ օրագիր։ Դա Աշոտի օրագիրն էր, գրված տարիներ առաջ։ Դողացող ձեռքերով թերթերով էջերը Անահիտի աչքերի առաջ բացվեց մի ողբերգական պատմություն, երիտասարդ, սիրահարված Աշոտի մասին, որի սերը աղքատ աղջկա Լիլիթի հանդեպ ոչնչացվել էր իր իսկ բռնակալ հոր կողմից։ Նա կարդաց նրանց չծնված երեխայի և դաժան բաժանման մասին, որը Աշոտի սիրտը սառույցի էր վերածել։ Եվ հետո դարակի խորքում նա գտավ Լիլիթի խունացած լուսանկարը։ Անահիտը սառեց տեղում, լուսանկարի աղջիկը աներևակայելի նման էր իրեն։ Հենց այդ պահին դրսում լսվեց մեքենայի ձայնը։ Աշոտը վերադարձել էր։ Այդ հայտնագործությունը փոխեց ամեն ինչ։ Անահիտն այլևս անօգնական զոհ չէր։ Նա գիտեր իր բանտապահի ամենամեծ ցավն ու գաղտնիքը։ Հաջորդ առավոտ նա կանգնեց Աշոտի դիմաց, և նրա ձայնի մեջ այլևս վախ չկար, այլ պողպատե վճռականություն։ Տիգրանի վիճակը վատ է, դուք հինա կազմակերպում եք մեր անհապաղ մեկնումը Գերմանիա, պահանջեց նա։ Երբ Աշոտը փորձեց առարկել, Անահիտը նայեց ուղիղ նրա աչքերի մեջ և հանգիստ ասաց. «Ես գիտեմ Լիլիթի մասին»։ Աշոտի սառցե դիմակը մի ակնթարթ ճակ տվեց, նրա աչքերում երևաց շոկ և անպաշտպանություն։ Առանց մեկ բառ ասելու նա հանեց հեռախոսը և կատարեց անհրաժեշտ զանգերը։ Գերմանական կլինիկայում վիրահատությունից առաջ նրանց միջև հաստատվել էր լարված զինադադար։ Անահիտը ոչ մի րոպե չէր հեռանում Տիգրանի կողքից, իսկ Աշոտը հեռվից լուծում էր բոլոր հարցերը։ Վիրահատության օրը ժամերն անցնում էին ինչպես հավերժություն։ Երբ վիրաբույժը վերջապես դուրս եկավ և հայտնեց, որ վիրահատությունը հաջող է անցել, Անահիտի ոտքերը թուլացան։ Նա քիչ էր մնում ընկնել, բայց Աշոտը հասցրեց բռնել նրան։ Այդ պահին նրանց միջև չկար ոչ պայմանագիր, ոչ ցավ, այլ միայն ընդհանուր թեթևացում։ Մի քանի շաբաթ անց, երբ Տիգրանն արդեն ապաքինվում էր, Աշոտը մոտեցավ Անահիտին։ Նա խոստացավ ապահովել նրանց ապագան Հայաստան վերադառնալուց հետո, բայց Անահիտը նրան ընդհատեց. «Ինչու եք դա անում»։ Աշոտը երկար լռեց, հետո խոստովանեց այն, ինչ Անահիտն արդեն գուշակում էր։ Նա խոստովանեց, որ ընտրել է նրան Լիլիթին նման լինելու պատճառով, հուսահատ փորձ անելով ուղղել անցյալի սխալները, վերագտնել այն, ինչ կորցրել էր։ «Ես ուզում էի քավել իմ մեղքը, փրկելով քո որդուն։ Բայց տեսնելով ձեզ միասին, ես հասկացա, որ ուզում եմ ավելին», խուլ ձայնով ասաց նա։ «Անահիտ, մնա ինձ հետ, ոչ թե պայմանագրով, այլ իսկապես»։ Նրա աչքերում այլևս դաժանություն չկար, այլ միայն խնդրանք և տասնամյակների տառապանք։ Անահիտի առջև ծառացել էր իր կյանքի ամենադժվար ընտրությունը։ Նա կարող էր ընդունել այս մարդու առաջարկը, ստանալով ապահով կյանք, կամ կարող էր հեռանալ, պահպանելով իր ազատությունը, բայց գուցե կորցնելով մի բան, որը նոր-նոր էր սկսում ծնվել նրանց երկուսի միջև։ Նա նայեց Աշոտին, այն մարդուն, որը եղել էր իր բռնակալը, բայց նաև իր որդու փրկիչը։ Նրա մեջ տեսավ ոչ թե հրեշի, այլ կոտրված հոգու, որը փնտրում էր քավություն։ Անահիտը խորը շունչ քաշեց և կայացրեց իր որոշումը։
Ես չեմ կարող լինել ձեր կինը, Աշոտ, մեղմ, բայց հաստատուն ասաց նա, անցյալը չի կարելի վերաշարադրել, Լիլիթը ձեր անցյալն է, իսկ ես եմ, բայց մենք կարող ենք միասին կառուցել ապագա։ Աշոտի դեմքին հիասթափություն արտահայտվեց, բայց Անահիտը շարունակեց, ոչ թե որպես ամուսիններ, այլ որպես գործընկերներ, որպես երկու մարդ, որոնք միասին անցել են դժվարությունների միջով։ Մենք կարող ենք միասին դաստիարակել Տիգրանին, լինել նրա համար ընտանիք, բայց առանց ստիի և առանց անցյալի ստվերների։ Սա այն պատասխանը չէր, որ Աշոտն սպասում էր, բայց դրա մեջ կար ավելի շատ իմաստություն և հույս, քան կեղծ սիրավեպում։ Նա, որ ամբողջ կյանքում սովոր էր ամեն ինչ ստանալ ուժով կամ փողով, առաջին անգամ կանգնած էր մի կնոջ առաջ, որը նրան առաջարկում էր հավասարություն և հարգանք։ Նա դանդաղ գլխով արեց, ընդունելով նրա պայմանները։ Նրանց վերադարձը Հայաստան նոր կյանքի սկիզբ դարձավ։ Աշոտը գնեց մեծ, լուսավոր տուն, որտեղ նրանք ապրում էին առանձին սենյակներում, բայց միասին էին դաստիարակում Տիգրանին։ Նրանց հարաբերությունները վերածվեցին խորը, հարգալից բարեկամություն։ Աշոտը Անահիտի շնորհիվ սովորեց նորից վստահել և զգալ, իսկ Անահիտը նրա մեջ գտավ հուսալի հենարան։ Տարիներ անց, երբ արդեն առողջ և կենսուրախ Տիգրանը վազվզում էր այգում, Անահիտն ու Աշոտը նստած նայում էին նրանց։ Նրանց միջև այլևս չկար լարվածություն, այլ միայն հանգիստ ջերմություն։ Նրանք չդարձան սիրահարներ, բայց դարձան ավելին։ Նրանք դարձան ընտանիք, հյուսված ոչ թե արյունակցական կապերով, այլ ընդհանուր ցավով, փոխադարձ ներումով և մի տղայի հանդեպ անսահման սիրով։ Նրանց թևերը, որ ժամանակին հյուսվել էին ցավից և հուսահատությունից, այժմ լցվել էին հույսի լույսով և թռչում էին դեպի խաղաղ ապագա։ Նրանց կյանքը դարձավ մի լուռ համաձայնություն, փխրուն հավասարակշռություն ցավոտ անցյալի և անորոշ ապագայի միջև։ Այդ հանգիստը, սակայն, խաբուսիկ էր, ինչպես փոթորկից առաջ լինող լռությունը։ Մի երեկո, երբ Տիգրանն արդեն քնած էր, Անահիտը խոհանոցում թեյ էր պատրաստում, երբ տան դռան զանգը հնչեց։ Դա անսպասելի էր այս ուշ ժամին։ Դռան շեմին կանգնած էր մի կին, մոտ 40 տարեկան, էլեգանտ հագնված, բայց նրա աչքերում սառը գնահատող հայացք կար։ «Բարև ձեզ, ես Լիանա Սարգսյանն եմ, Աշոտի քույրը», ներկայացավ նա առանց ժպիտի նշույլի։ Անահիտը շփոթված նրան ներս հրավիրեց։ Նա գիտեր, որ Աշոտը քույր ունի, բայց նա երբեք չէր հիշատակել նրան, և նրանք երբեք չէին հանդիպել։ Լիանան հայացքով սահեց սենյակի վրայով, չթաքցնելով իր դժգոհությունը։ «Ուրեմն դու ես այն կինը, որի համար եղբայրս իրեն ծաղրի առարկա է դարձրել», սառը տոնով ասաց նա, նստելով բազմոցին առանց հրավերի։ Անահիտը զգաց, թե ինչպես է լարվում օդը։ «Ես չեմ հասկանում, թե ինչի մասին եք խոսում», հանգիստ պատասխանեց նա։ Լիանան ծաղրական ծիծաղեց։ «Օ, խնդրեմ, մի ձևացրու, թե անմեղ հրեշտակ ես, ես ամեն ինչ գիտեմ կեղծ ամուսնության, փողի և այս ամբողջ թատրոնի մասին, բայց ես այստեղ եմ, որպեսզի քեզ զգուշացնեմ, այս խաղը շուտով կավարտվի»։ Հենց այդ պահին սենյակ մտավ Աշոտը, նրա դեմքը քարացավ տեսնելով քրոջը։ «Լիանա, ինչ ես անում այստեղ»։ Նրա ձայնի մեջ հնչում էր զսպված զայրույթ։ «Ես եկել եմ տեսնելու այն կրկեսը, որը դու կազմակերտել ես, եղբայր», պատասխանեց Լիանան չփոխելով տոնը։ «Մեր հոր կտակը շուտով կբացվի, և դու շատ լավ գիտես, որ ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը կստանա նա, ով կունենա կայուն ընտանիք։ Դու կարծում ես այս կինը և նրա հիվանդ երեխան կօգնեն քեզ։ Դու սխալվում ես, ես թույլ չեմ տա, որ դու ոչնչացնես մեր հոր ստեղծածը»։ Անահիտը ցնցված լսում էր։ Ահա թե որն էր Աշոտի իրական շարժառիթը։ Ոչ թե անցյալի ուրվականները, ոչ թե քավությունը, այլ սառը հաշվարկված բիզնես քայլ է՝ ժառանգությունը։ Նրա որդու կյանքը ընդամենը խաղաքար էր մի մեծ ցինիկ խաղի մեջ։ Ստորացման և խաբված լինելու զգացումը ալիքի պես հարվածեց նրան։ Աշոտը նույնիսկ չփորձեց հերքել դա։ Նա միայն սառը նայեց քրոջը։ «Գնա այստեղից, Լիանա», հրամայեց նա։ Լիանան վեր կացավ, հաղթական ժպիտը դեմքին։ «Կհանդիպենք խորհրդի նիստին, եղբայր», ասաց նա և հեռացավ, թողնելով իր հետևից թունավոր լռություն։ Անահիտը նայեց Աշոտին, և նրա հայացքում այլևս չկար ոչ կարեկցանք, ոչ հասկացողություն, այլ միայն սառը զզվանք։ «Այս ամբողջ ընթացքում դուք ինձ օգտագործել եք», շշնջաց նա։ Աշոտը փորձեց ինչ-որ բան ասել, մոտենալ, բայց Անահիտը հետ քայլեց։ «Մի մոտեցեք ինձ, ամեն ինչ ավարտված է։ Հենց Տիգրանը լիովին ապաքինվի, մենք կհեռանանք այստեղից»։ Նա շրջվեց և գնաց իր սենյակ, թողնելով Աշոտին միայնակ իր խաբեության և կիսատ հաղթանակի հետ։
Բայց երբ Անահիտը հավաքում էր իրերը, նրա հեռախոսին մի անծանոթ համարից հաղորդագրություն եկավ։ Այն պարունակում էր ընդամենը մեկ լուսանկար՝ երիտասարդ Լիլիթի նկարը, բայց այս անգամ նա միայնակ չէր։ Նրա կողքին կանգնած էր մի երիտասարդ տղամարդ, իսկ տեքստում գրված էր. «Եթե ուզում ես իմանալ ճշմարտությունը, թե իրականում ով է քանդել Աշոտի կյանքը, զանգիր այս համարով»։ Անահիտի սիրտը սկսեց բաբախել։ Սա Լիանայի ձեռքի գործն էր, թե անցյալից եկած մի նոր, ավելի վտանգավոր ուրվական։ Անահիտի մատները սառել էին հեռախոսի էկրանին։ Լուսանկարը խորհրդավոր տեքստի հետ միասին կարծես անցյալից ուղարկված թունավոր նետ լիներ, որը խոցել էր ներկայի փխրուն խաղաղությունը։ Ո՞վ էր այդ տղամարդը Լիլիթի կողքին, և ինչ ճշմարտության մասին էր խոսքը։ Ցյասումը, որը նա զգացել էր Աշոտի խաբեությունն իմանալուց հետո, այժմ խառնվել էր տագնապալի հետաքրքրասիրության հետ։ Նա որոշեց, որ չի կարող պարզապես հեռանալ, թողնելով այսքան հարցեր անպատասխան։ Նա պետք է իմանար ամբողջ ճշմարտությունը, ոչ Աշոտի համար, այլ իր սեփական հոգու հանգստության համար։ Առաջին քայլը Սոնային զանգելն էր։ Նա պետք է գտներ անվտանգ վայր իր և Տիգրանի համար, մի տեղ, որտեղ Աշոտի ազդեցությունը չէր հասնի։ Սոն, ես օգնության կարիք ունեմ, շատ շտապ, շշնջաց նա հեռախոսի մեջ, փորձելով, որ իր ձայնը չլսվի սենյակից դուրս։ Սոնան, առանց ավելորդ հարցերի, անմիջապես համաձայնեց օգնել, խոստանալով հաջորդ օրը գտնել ժամանակավոր բնակարան։ Սա Անահիտին մի փոքր վստահություն տվեց։ Նա գիտեր, որ միայնակ չէ։ Այնուհետև, սիրտը թաքցրած, նա զանգահարեց հաղորդագրության մեջ նշված համարով։ Երկար սպասելուց հետո լսափողի մյուս ծայրից պատասխանեց տղամարդու հանգիստ, մի փոքր հոգնած ձայն։ «Ես սպասում էի ձեր զանգին, Անահիտ», ասաց նա։ Անահիտը սառեց։ «Ո՞վ եք դուք, ինչպես գիտեք անունս», հարցրեց նա։ «Իմ անունը կարևոր չէ, կարևորն այն է, ինչ ես գիտեմ։ Ես գիտեմ, որ դուք ապրում եք մի մարդու հետ, ում պատմությունը լի է ստով։ Եթե ուզում եք իմանալ ճշմարտությունը Լիլիթի և Աշոտի հորհասին, հանդիպենք վաղը, կեսօրին, քաղաքի հին գրադարանի մոտ»։ Եվ նա անջատեց հեռախոսը, Անահիտին թողնելով ավելի շատ հարցերի և կասկածների մեջ։ Այդ գիշեր Անահիտը չկարողացավ աչքը կոցել։ Նա նստած էր Տիգրանի մահճակալի մոտ, նայելով իր քնած որդուն։ Ամեն ինչ նրա համար էր, բայց այժմ խնդիրը միայն Տիգրանի առողջությունը չէր։ Նա հայտնվել էր ստի և ինտրիգների մի սարդոստայնում, որտեղ յուրաքանչյուր շարժում կարող էր մահացու լինել։ Նա հասկանում էր, որ Աշոտի և նրա քրոջ միջև սկսված պատերազմում ինքն ու Տիգրանը դարձել են ամենախոցելի թիրախները։ Հաջորդ առավոտ նա փորձեց իրեն սովորականի պես պահել։ Նախաճաշի սեղանի շուրջ տիրող լռությունը կարելի էր դանակով կտրել։ Աշոտը փորձում էր խոսակցություն սկսել, բայց Անահիտը պատասխանում էր միավանք։ Նրա մտքերը այլ տեղ էին։ Նա պետք է աննկատ դուրս գար տանից։ Նա ստեց, թե պետք է հանդիպի Սոնային, Տիգրանի համար անհրաժեշտ որոշ իրեր վերցնելու։ Աշոտը կասկածով նայեց նրան, բայց ոչինչ չասաց։ Նրա հայացքում կար մեղքի զգացում, որը սակայն Անահիտի սիրտը չէր մեղմում։ Երբ Անահիտը դուրս եկավ տանից, նա զգաց, որ իրեն հետևում են։ Մի սև մեքենա դանդաղ շարժվում էր նրա հետևից։ Սա Լիանայի մարդիկ էին, թե Աշոտն էր կասկածել։ Վախը սկսեց սողոսկել նրա երակներով։ Նա արագացրեց քայլերը, մտավ մարդաշատ փողոց, փորձելով կորչել ամբոխի մեջ։ Նա հասկացավ, որ իրավիճակը սովորական եղանակներով լուծելն անհնար է։ Նա չէր կարող պարզապես հեռանալ։ Նա արդեն խորը թաթախված էր այս վտանգավոր խաղի մեջ։ Հասնելով հին գրադարանին, նա տեսավ նստարանին նստած մի տղամարդու։ Նա այն մարդն էր, ում ձայնը լսել էր հեռախոսով։ Նա մոտեցավ։ «Դուք եք», ասաց Անահիտը։ Տղամարդը բարձրացրեց գլուխը։ Նրա աչքերը թխուր էին, բայց խելացի։ «Ես Արամն եմ, Լիլիթի եղբայրը», ներկայացավ նա։ Այդ խոսքերից հետո Անահիտը հասկացավ, որ իր կյանքը այլևս երբեք նույնը չի լինի։ Նա կանգնած էր այն մարդու առաջ, ով կարող էր բացահայտել այն գաղտնիքը, որը 20 տարի թաղված էր ստի շերտերի տակ։ Բայց հենց Արամը բացեց բերանը, որպեսզի սկսի իր պատմությունը, Անահիտի հեռախոսը զանգեց։ Դա Սոնան էր։ Նրա ձայնը դողում էր խուճապից։ «Ան, արի շտապ տուն, Տիգրանը վատ է, նա կորցրել է գիտակցությունը»։ Սոնայի խուճապահար ձայնը հնչեց որպես դատավճիռ։ Աշխարհը մի պահ կանգ առավ։ Գրադարանի շուրջը պտտվող կյանքը, մարդկանց քայլերը, մեքենաների աղմուկը, կարծես հեռավոր, անիրական արձագանք դարձան։ Անահիտի սիրտը սկսեց բաբախել այնպիսի ուժով, որ թվում էր կպայթի կրծքավանդակում։ Նրա շնչառությունը կտրվեց, իսկ աչքերի առաջ ամեն ինչ սկսեց լողալ մութ բծերի մեջ։
Դա չի կարող ճիշտ լինել, շշնջաց նա ավելի շատ ինքն իրեն, քան Արամին, որի դեմքին անհանգստություն էր արտահայտվել։ Ժամանակը կարծես ձգվեց, հետո կտրուկ սեղմվեց։ Նա չի հիշում, թե ինչպես հրաժեշտ տվեց Արամին, ինչպես հասավ փողոց, ինչպես կանգնեցրեց տաքսին։ Նրա միակ միտքը Տիգրանն էր, իր փոքրիկ, քաջ տղան, որն արդեն մի անգամ անցել էր մահվան եզրով։ Ինչպես կարող էր սա նորից պատահել։ Ճանապարհին նրա մտքով կայծակի պես անցավ մի սարսափելի կասկած։ Իսկ եթե սա պատահականություն չէ, Լիանայի այցը, նրա սպառնալիքները, կարող էր նա այնքան դաժան լինել, որ վնասեր անմեղ երեխային միայն թե հասնել իր նպատակին։ Այս միտքը այնքան այլանդակ էր, որ Անահիտը փորձեց վանել այն, բայց այն թունավոր բաղեղի պես փաթաթվեց տուն։ Երբ նա ներս վազեց տուն, տեսարանը սարսափելի էր։ Սոնան լացակումած փորձում էր օգնել բժշկին, որը խոնարհված էր անգիտակից Տիգրանի վրա։ Իսկ մի անկյունում, դեմքը ձեռքերի մեջ թաղած, կանգնած էր Աշոտը։ Նրա տեսքը ցնցեց Անահիտին։ Անհահտ, սառը Աշոտը կարծես մի ակնթարթում 10 տարով ծերացել էր։ Նրա դեմքին տառապանքի և անզորության այնպիսի արտահայտություն կար, որը Անահիտը երբեք չէր տեսել։ Բժիշկը բարձրացրեց գլուխը։ Մենք պետք է նրան անհապաղ հիվանդանոց տեղափոխենք։ Սա հետվիրահատական բարդություն է, նրա սիրտը չի դիմանում։ Կարծես ինչ-որ բան սադրել է այս նոպան։ Ինչ-որ բան, կրկնեց Անահիտը, նայելով Աշոտին։ Հենց այդ պահին նա նկատեց սեղանին դրված կիսատ կերած շոկոլադե տորթի մի կտոր։ Տիգրանի սիրելի տորթը։ Սա ով է բերել։ Ձայնը դողում էր։ Սոնան պատասխանեց. Առաքիչը բերեց, ասաց պարոն Սարգսյանի պատվերն է։ Անահիտի հայացքը սևեռվեց Աշոտի վրա։ Ամեն ինչ միանգամից պարզ դարձավ։ Լիանան, ժառանգությունը, կտակը։ Այս ամենը շեղող մանևր էր։ Իրական թշնամին ոչ թե քույրն էր, այլ հենց ինքը, Աշոտը։ Նա հիշեց բժշկի խոսքերը Գերմանիայում։ Տիգրանին խստիվ արգելվում են կոֆեին պարունակող մթերքներ, հատկապես շոկոլադ։ Դա կարող է մահացու լինել նրա սրտի համար։ Աշոտը գիտեր դա, նա ներկա էր այդ խոսակցությանը, այսինքն նա դիտմամբ էր պատվիրել այդ տորթը, բայց ինչու։ Ինչու փրկել մի երեխայի կյանքը աստղաբաշխական գումարներ ծախսելով, իսկ հետո փորձել սպանել նրան մի կտոր տորթով։ Դա անհեթեթ էր, բայց փաստերը դեմքին էին։ Դուք եք արել սա, շշնջաց Անահիտը, և նրա ձայնի մեջ սարսափի հետ մեկտեղ հնչում էր նաև անհավատություն։ Աշոտը բարձրացրեց գլուխը, և նրա աչքերում Անահիտը տեսավ ոչ թե չարություն, այլ խորը, անհատակ հուսահատություն։ Ես չեմ արել, Անահիտ, հավատա ինձ, ես չգիտեմ, թե ինչպես է սա պատահել։ Նրա ձայնը կոտրվեց, բայց Անահիտն այլևս չէր հավատում նրան։ Նա հասկացել էր խնդրի իսկական մասշտաբը։ Նա գտնվում էր ոչ թե պարզապես մի տանում, որտեղ պայքարում էին ժառանգության համար, այլ մի վայրում, որտեղ ինչ-որ մեկը պատրաստ էր սպանել իր որդուն։ Եվ նա այլևս չգիտեր, թե ում կարելի է վստահել։ Երբ շտապօգնության մեքենան Տիգրանին տանում էր, իսկ Անահիտը նստած էր նրա կողքին, բռնած նրա անշարժ ձեռքը, նրա հեռախոսը նորից թրթռաց։ Դա Արամից էր։ Ես պետք է քեզ մի բան ասեմ։ Դա վերաբերում է ոչ միայն Լիլիթին, դա վերաբերում է նաև քեզ և քո որդուն։ Արամի ձայնը հեռախոսում հնչում էր հեռավոր և խուլ, կարծես ուրիշ աշխարհից։ Անահիտը նստած էր հիվանդանոցի սառը միջանցքում, մինչ բժիշկները պայքարում էին Տիգրանի կյանքի համար։ Նրա ուղեղը հրաժարվում էր ընկալել որևէ նոր տեղեկություն։ Նրա ողջ էությունը կենտրոնացած էր վերակենդանացման բաժանմունքի փակ դռան վրա։ Ես հիմա չեմ կարող խոսել, մեխանիկորեն պատասխանեց նա։ Անահիտ, լսիր ինձ, Արամի ձայնը դարձավ ավելի հրամայական։ Սա չի կարող սպասել։ Դու հարցրիր, թե ով է քանդել Աշոտի կյանքը։ Պատասխանը ոչ թե նրա հայրն է, պատասխանը ես եմ։ Անահիտը մի պահ լռեց։ Ինչ։ Ես սիրում էի Աշոտին, շարունակեց Արամը, և յուրաքանչյուր բառը ծանր քարի պես ընկնում էր լռության մեջ։ Մենք միասին էինք, գաղտնի։ Նրա հայրը իմացավ մեր կապի մասին։ Նրա համար դա ավելի վատ էր, քան ցանկացած աղքատ հարսմացու։ Նա սպառնաց ոչնչացնել իմ ընտանիքը, և Աշոտը, որպեսզի ինձ պաշտպանի, համաձայնեց նրա պայմանին, ամուսնանալ մի աղջկա հետ, ում հայրը կընտրեր։ Այդ աղջիկը իմ քույրն էր, Լիլիթը։ Անահիտի գլուխը պտտվեց։ Պատմությունը, որը նա կարդացել էր օրագրում, ստի և ճշմարտության մի այլանդակ խառնուրդ էր։ Ամեն ինչ շրջվեց։ Բայց օրագիրը, երեխան, կմկմաց նա։ Օրագիրը կեղծիք էր, դառնորեն պատասխանեց Արամը։ Աշոտը գրել էր այն հորը համոզելու համար, որ ինքը ուղղվել է, որ սիրահարվել է կնոջ։ Իսկ երեխան, Լիլիթը հղի էր, այո, բայց ոչ Աշոտից։ Նա սիրում էր ուրիշին։
Աշոտը համաձայնել էր ընդունել այդ երեխային, որպեսզի ինձ մոտ լիներ, պաշտպանել ինձ հեռվից, բայց հայրը ամեն ինչ իմացավ։ Նա ստիպեց Լիլիթին ազատվել երեխայից և հեռանալ, խզելով բոլոր կապերը։ Նա ոչնչացրեց բոլորիս։ Անահիտը զգաց, թե ինչպես է գետինը բացվում իր ոտքերի տակ։ Այն ամենը, ինչ նա կարծում էր, թե գիտի, փլուզվեց մի ակնթարթում։ Աշոտի դաժանությունը, դա ոչ թե կոտրված սիրտ ունեցող տղամարդու ցասումն էր, այլ իր իրականեությունը թաքցնելու հուսահատ փորձ։ Նրա նմանությունը Լիլիթին, դա ոչ թե կորցրած սիրո հիշեցում էր, այլ ցավոտ քողարկում, մի դեր, որը Աշոտը ստիպում էր նրան խաղալ շարունակելու համար իր սեփական սուտը։ Եվ ամենասարսափելին, իսկ ինչ կապ ունի այս ամենը ինձ և իմ որդու հետ, հարցրեց նա, վախենալով պատասխանից։ Արամը մի պահ լռեց։ Աշոտի հայրը մահանալուց առաջ փոխել է կտակը։ Նա ամբողջ ժառանգությունը թողել է իր միակ թոռանը, պայմանով, որ նա կրի Սարգսյան ազգանունը, բայց նա չգիտեր, որ Լիլիթը երեխա չի ունեցել։ Նրա մահից հետո Աշոտն ու Լիանան հայտնվել են փակուղում, ժառանգությունը կարծես սառեցված լիներ։ Եվ հետո Աշոտը գտավ քեզ, Անահիտ, միայնակ մայր, որի որդին մահվան եզրին է, մի կին, որը պատրաստ կլիներ ամեն ինչի։ Նա քեզ ընտրեց ոչ թե Լիլիթին նման լինելու համար, նա քեզ ընտրեց, որպեսզի Տիգրանին դարձնի իր ժառանգորդը։ Ցնցումը այնքան ուժեղ էր, որ Անահիտը ֆիզիկապես զգաց հարվածը։ Ամեն ինչ կտոր-կտոր միացավ իրար։ Կեղծ ամուսնությունը, Տիգրանի վիրահատության համար վճարված աստղաբաշխական գումարը, Աշոտի տարօրինակ, գրեթե հայրական վերաբերմունքը երեխայի նկատմամբ։ Սա քավություն չէր, սա ներդրում էր։ Նա գնել էր իր որդուն։ Նա պատրաստվում էր Տիգրանին ներկայացնել որպես իր կորած, իսկ հիմա գտնված թոռը, որպեսի տիրանա հսկայական կարողությանը։ Իսկ շոկոլադե տորթը, այժմ դա էլ ստացավ իր սարսափելի բացատրությունը։ Դա Լիանայի ձեռքի գործն էր։ Նա փորձում էր ազատվել Տիգրանից, իր ճանապարհից հեռացնելով միակ ժառանգորդին։ Աշոտը չէր ստել, երբ ասում էր, որ ինքը չի արել դա։ Նա պաշտպանում էր իր ներդրումը։ Անահիտը վեր կացավ։ Նրա շարժումները դարձել էին դանդաղ և անվստահ, կարծես նոր էր սովորում քայլել։ Նա նայեց միջանցքի մյուս ծայրում կանգնած Աշոտին։ Այժմ նա տեսնում էր ոչ թե տառապող մարդու, ոչ թե բռնակալի, այլ մի սառնասիրտ խաղացողի, որն իր որդու կյանքը դարձրել էր շախմատի խաղաքար։ Հենց այդ պահին վերակենդանացման բաժանմունքի դուռը բացվեց։ Բժիշկը դուրս եկավ, դեմքին հոգնած, բայց լուրջ արտահայտություն։ Մենք կայունացրինք նրա վիճակը, ասաց նա, բայց նրան անհապաղ արյան փոխներարկում է պետք, խումբը հազվագյուտ է, մեզ շտապ դոնոր է պետք։ Աշոտը միանգամից մոտեցավ։ Իմ արյան խումբը նույնն է, ասաց նա առանց տատաննելու, ես պատրաստ եմ։ Անահիտը քարացած նայում էր այս տեսարանին։ Այն մարդը, որը գնել էր իր որդուն, իր նպատակներին հասնելու համար, այժմ պատրաստվում էր իր արյունը տալ նրա կյանքը փրկելու համար։ Այս խելագարության մեջ այլևս չկար սև և սպիտակ, չկար լավ և վատ, կար միայն ստի, ցավի և սիրո մի անհավանական խճճվածք, որի կենտրոնում հայտնվել էր ինքը։ Անահիտը նայում էր, թե ինչպես են բժիշկները Աշոտին տանում արյուն հանձնելու, և զգում էր, թե ինչպես է իր ներսում ամեն ինչ սառցե անապատի վերածվում։ Ցնցումը այնքան խորն էր, որ զգացմունքները կարծես անջատվել էին։ Նա չէր զգում ոչ հատելություն, ոչ զայրույթ, ոչ կարեկցանք, միայն սառը, դատարկ իրականություն։ Նրա որդին գործարքի առարկա էր, նրա մայրական սերը շահագործման գործիք։ Ամբողջ անցած տարին յուրաքանչյուր ստորացում, յուրաքանչյուր վախի պահ ստացել էր իր նոր այլանդակ բացատրությունը։ Նա այլևս զոհ չէր, նա խաղի մեջ ներքաշված անգիտակից մասնակից էր։ Երբ Աշոտը վերադարձավ, գունատ, բայց վճռական, նա փորձեց մոտենալ Անահիտին։ Մենք պետք է խոսենք, սկսեց նա։ Անահիտը բարձրացրեց ձեռքը, կանգնեցնելով նրան։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց այդ հանգիստությունը ավելի սարսափելի էր, քան ցանկացած ճիչ։ Այսուհետ մեր միջև կլինի միայն մեկ խոսակցություն՝ իմ որդու առողջության մասին։ Մնացած ամեն ինչ մեռած է։ Նրա խոսքերը պատի պես բարձրացան նրանց միջև։ Աշոտի դեմքին ցավի արտահայտություն հայտնվեց, բայց նա գլխով արեց։ Նա հասկացավ, որ կորցրել է ավելին, քան պարզապես վստահությունը։ Նա կորցրել էր այն միակ մարդուն, որը տեսել էր իր դիմակի տակ թաքնվածը, նույնիսկ եթե դա էլ ստիմի մասը։ Շոկի առաջին ալիքից հետո Անահիտի մեջ սկսեց արթնանալ սառը զայրույթը։ Նա այլևս չէր պատրաստվում փախչել կամ թաքնվել։
Նրանք իր որդուն դարձրել էին թիրախ, և նա պաշտպանելու էր նրան մայր գայլի կատաղությամբ։ Նրա գործողությունների պլանը սկսեց ձևավորվել ուղեղում, պարզ և անողոք։ Նա պետք է խաղար նրանց կանոններով, բայց իր նպատակների համար։ Նա զանգեց Արամին։ «Ես ուզում եմ իմանալ ամեն ինչ», ասաց նա առանց նախաբանի։ «Յուրաքանչյուր մանրուք, Աշոտի, նրա քրոջ և նրանց հոր կտակի մասին, դուք ինձ պարտական եք»։ Արամը, զգալով նրա ձայնի մեջ պողպատը, համաձայնեց։ Նրանք պայմանավորվեցին հանդիպել։ Նոր դաշինք էր ձևավորվում, հիմնված ընդհանուր ցավի և արդարություն գտնելու ցանկության վրա։ Հաջորդ օրը հիվանդասենյակում, որտեղ Տիգրանը արդեն գիտակցության էր եկել, տեղի ունեցավ ուժերի նոր դասավորության առաջին բախումը։ Լիանան ներխուժեց սենյակ հաղթական տեսքով։ «Լսեցի, դժբախտ պատահար է տեղի ունեցել», ասաց նա, թունավոր կարեկցանքով։ «Գուցե սա նշան է, որ որոշ մարդիկ պետք է իրենց տեղը իմանան»։ Անահիտը հանգիստ վեր կացավ և կանգնեց նրա դիմաց։ «Դուք սխալվել եք, տիկին Լիանա», ասաց նա, նայելով ուղիղ նրա աչքերի մեջ։ «Դուք թերագնահատել եք ոչ թե ձեր եղբորը, այլ ինձ։ Դուք ուզում եք ազատվել ժառանգորդից, բայց դուք մոռացել եք, որ այդ ժառանգորդը մայր ունի, և այսուհետ դուք գործ կունենաք ինձ հետ»։ Լիանան մի պահ շփոթվեց Անահիտի անսպասելի վճռականությունից, բայց հետո ծաղրական ժպտաց։ «Իսկ դու ինչ կարող ես անել, սիրելիս, դու ոչինչ ես»։ «Ես այն մարդն եմ, ում որդին ձեր ընտանիքի միլիոնների միակ ժառանգորդն է», պատասխանեց Անահիտը, «և ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը նրան վնասի, ոչ դուք, ոչ ձեր եղբայրը»։ Հենց այդ պահին սենյակ մտավ Աշոտը։ Նա լսել էր վերջին խոսքերը։ Նա նայեց Անահիտին, հետո քրոջը։ Նրա դեմքը անթափանց էր։ Ուժերի դասավորությունը փոխվել էր։ Անահիտն այլևս խաղաքար չէր, նա դարձել էր խաղացող։ Նա կանգնած էր երկու գիշատիչների միջև, և նրա միակ զենքը իր մայրական սերն էր և նոր ձեռք բերած գիտելիքը։ Նա հասկացավ, որ իր պայքարը նոր է սկսվում, և այն լինելու է ավելի դաժան, քան նա կարող էր պատկերացնել։ Բայց նրա մեջ այլևս վախ չկար, միայն սառը, վճռական զայրույթ։ Նա կպաշտպաներ իր որդուն անկախ գնից։ Այդ պահին Անահիտի ներսում ինչ-որ բան կոտրվեց և միևնույն ժամանակ վերածնվեց, ավելի ամուր և անողոք։ Նա դուրս եկավ հիվանդասենյակից, թողնելով Լիանային և Աշոտին իրենց թունավոր լռության մեջ։ Նա այլևս չէր վախենում, նա այլևս չէր տատանվում, նա զինվոր էր, որը գնում էր իր միակ և ամենաթանկ գանձը պաշտպանելու։ Առաջին հարվածը նա հասցրեց այնտեղ, որտեղ Լիանան ամենաքիչն էր սպասում՝ հասարակական կարծիքի դաշտում։ Արամի օգնությամբ նա կապ հաստատեց մի հայտնի լրագրողի հետ և անանուն կերպով նրան փոխանցեց տեղեկություններ Սարգսյանների ընտանիքի ներքին պայքարի և կտակի անհետացած ժառանգորդի մասին։ Նա չբացահայտեց Տիգրանի ինքնությունը, այլ միայն ստեղծեց ինտրիգ, որը կայծակի պես տարածվեց քաղաքում։ Մի քանի օր անց Սարգսյանների անունը բոլորի շուրթերին էր, իսկ նրանց ընկերության բաժնետոմսերը սկսեցին անկում ապրել։ Լիանան կատաղության մեջ էր։ Նա հասկանում էր, որ սա Անահիտի ձեռքի գործն է, բայց չէր կարողանում դա ապացուցել։ Այս քայլով Անահիտը նրան ստիպեց պաշտպանվել, ժամանակ շահելով իր հաջորդ քայլի համար։ Հաջորդ քայլը ուղղված էր Աշոտին։ Մի երեկո, երբ նրանք մենակ էին մնացել տանը, Անահիտը նրա առջև դրեց մի թղթապանակ։ «Սա ի՞նչ է», հարցրեց Աշոտը։ «Սա պայմանագիր է», հանգիստ պատասխանեց Անահիտը։ «Ոչ թե այն կեղծիքը, որը ես ստորագրել էի, այլ նորը։ Այստեղ գրված է, որ դուք Տիգրանին պաշտոնապես ճանաչում եք որպես ձեր որդեգիր, նրան տալիս եք ձեր ազգանունը, բայց նրա խնամակալության բոլոր իրավունքները մնում են ինձ։ Դուք նաև հրաժարվում եք նրա անունից ժառանգությանը տիրանալու ցանկացած իրավունքից։ Այն ամբողջությամբ կանցնի նրան՝ չափահաս դառնալուց հետո, իսկ մինչ այդ դրա կառավարումը կիրականացնի անկախ հոգաբարձուների խորհուրդը, որի անդամ կլինեմ նաև ես»։ Աշոտը ապշած նայում էր նրան։ «Դու խելագարվել ես, սա նշանակում է հրաժարվել այն ամենից, ինչի համար ես պայքարել եմ»։ «Ճիշտ այդպես», հաստատեց Անահիտը։ «Դուք ընտրության առաջ եք կանգնած, Աշոտ, կամ դուք ստորագրում եք սա և գոնե մասամբ պահպանում եք ձեր դեմքը և Տիգրանի կողքին լինելու հնարավորությունը, կամ ես վաղը գնում եմ ոստիկանություն և պատմում եմ ձեր խարդախության մասին, և հավատացեք, Արամը կհաստատի իմ յուրաքանչյուր բառը»։ Լարվածությունը սենյակում հասավ գագաթնակետին, նրանց հայացքները խաչվեցին։ Աշոտը նրա աչքերում տեսավ անկոտրում վճռականություն։ Նա հասկացավ, որ պարտվել է։ Դանդաղ, կարծես յուրաքանչյուր շարժումը ցավ պատճառեր, նա վերցրեց գրիչը և ստորագրեց։
Սա Անահիտի երկրորդ հաղթանակն էր, բայց նա գիտեր, որ ամենավտանգավոր թշնամին դեռ առջևում է, Լիանան երբեք չէր հանձնվի։ Եվ Անահիտը ճիշտ էր։ Մի քանի օր անց, երբ Անահիտը Տիգրանի հետ զբոսնում էր այգում, նրանց մոտեցավ մի սև ջիփ։ Մեքենայից դուրս եկան երկու հաղթանդամ տղամարդիկ։ «Տիկին Անահիտ, դուք պետք է մեզ հետ գաք», ասաց նրանցից մեկը։ Անահիտը Տիգրանին ամուր սեղմեց իրեն. «Ես ոչ մի տեղ չեմ գալու», բայց նրանք ուժով բռնեցին նրա թևերից։ Հենց այդ պահին, կարծես ոչ մի տեղից, հայտնվեց Աշոտը։ Նա կանգնեց նրանց դիմաց։ «Բաց թողեք նրան», նրա ձայնը հանգիստ էր, բայց սպառնալից։ Տղամարդիկ ծիծաղեցին, բայց նրանց ծիծաղը կիսատ մնաց, երբ Աշոտի հետևից հայտնվեցին ևս մի քանի հոգի, նրա թիկնապահները։ Լիանայի մարդիկ ստիպված էին նահանջել։ Այդ երեկո Անահիտը մտավ Աշոտի աշխատասենյակ։ «Շնորհակալություն», չոր ասաց նա։ «Ես քեզ պարտական չեմ», պատասխանեց Աշոտը։ «Ես պաշտպանում եմ իմ ընտանիքը»։ Լիանան անցել է բոլոր սահմանները։ Սա այլևս բիզնես չէ, սա պատերազմ է, եւ մենք պետք է միասին հաղթենք այս պատերազմում։ Անահիտը նայեց նրան, նա չէր վստահում նրան, բայց հասկանում էր, որ այս պահին նրանց նպատակները համընկնում են։ Նա գլխով արեց։ Փխրուն, անվստահությամբ լի, բայց անհրաժեշտ զինադադար էր կնքվել։ Նրանք գիտեին, որ Լիանայի հաջորդ հարվածը լինելու է ավելի ուժեղ եւ ավելի անոհոք։ Կուլմինացիան անխուսափելի էր։ Պատերազմի վերջին գործողությունը տեղի ունեցավ Սարգսյանների ընկերության տարեկան ժողովի օրը։ Լիանան պատրաստել էր իր վճռական հարվածը։ Նա հրավիրել էր լրագրողների եւ պատրաստվում էր հրապարակայնորեն մեղադրել Աշոտին խարդախության մեջ, ներկայացնելով Անահիտին եւ Տիգրանին որպես նրա գործիքներ։ Նրա նպատակն էր ոչ միայն ստանալ ընկերության վերահսկողությունը, այլև բարոյապես ոչնչացնել եղբորը։ Ժողովների դահլիճը լցված էր լարված սպասումով։ Անահիտը Աշոտի կողքին նստած զգում էր բոլորի հայացքներն իր վրա։ Նա ամուր բռնել էր Աշոտի ձեռքը, եւ այս անգամ դա ոչ թե դեր էր, այլ իրական աջակցություն։ Նրանք թշնամիներ էին, որոնք հանգամանքների բերումով դարձել էին դաշնակիցներ։ Լիանան բարձրացավ ամբիոն եւ սկսեց իր թունավոր ելույթը։ Նա խոսում էր ընտանեկան արժեքների, հոր ժառանգության եւ այն մասին, թե ինչպես է իր անխիղճ եղբայրը փորձում խաբեցյամբ տիրանալ ամեն ինչին։ Եվ հետո, որպես իր խոսքերի գագաթնակետ, նա էկրանին ցուցադրեց մի տեսանյութ։ Դա գաղտնի տեսագրություն էր, որտեղ Աշոտը խոսում էր իր փաստաբանի հետ, քննարկելով Տիգրանին որպես ժառանգորդ ներկայացնելու ծրագիրը։ Դահլիճում աղմուկ բարձրացավ։ Ամեն ինչ կարծես թե ավարտված էր, բայց հենց այդ պահին Անահիտը վեր կացավ։ Բոլոր հայացքները ուղղվեցին նրան։ «Այո», հանգիստ, բայց հստակ ասաց նա։ «Այն, ինչ դուք տեսաք, ճշմարտություն է, բայց դա ամբողջ ճշմարտությունը չէ»։ Նա մոտեցավ ամբիոնին եւ նայեց ուղիղ տեսախցկերին։ «Ես Անահիտն եմ, միայնակ մայր, որը պատրաստ էր ամեն ինչ իր հիվանդ որդուն փրկելու համար։ Այո, ես համաձայնեցի այս գործարքին, բայց այսօր ես այստեղ եմ ոչ թե որպես զոհ, այլ որպես մարդ, որը ուզում է վերջ դնել այս ստին»։ Նա շրջվեց դեպի Աշոտը։ «Աշոտ, ես գիտեմ, որ դու սա արեցիր ոչ միայն փողի համար։ Ես գիտեմ քո իրական պատմությունը, եւ ես գիտեմ, որ քո սրտում դու տառապում ես, բայց այս ճանապարհը փակուղի է։ Եկեք վերջ տանք այս ամենին»։ Եվ հետո նա արեց մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Նա դիմեց խորհրդի անդամներին։ «Ես, որպես Տիգրան Սարգսյանի օրինական խնամակալ, հրաժարվում եմ այն ժառանգությունից, որը հասնում է նրան։ Մենք փողի կարիք չունենք, մենք միայն խաղաղության կարիք ունենք»։ Դահլիճում մեռյալ լռություն տիրեց։ Լիանան քարացել էր։ Նրա ամբողջ ծրագիրը փլուզվեց։ Նա կարող էր պայքարել եղբոր դեմ, բայց նա անզոր էր մի մոր դիմաց, որը հրաժարվել էր իր որդու համար նախատեսված միլիոններից։ Այդ պահին Աշոտը վեր կացավ։ Նա մոտեցավ Անահիտին։ Նրա աչքերում արցունքներ կային։ «Նա ճիշտ է», ասաց նա ձայնը դողում էր։ «Ես սխալվեցի։ Ես փորձում էի ուղղել անցյալը, ստեղծելով նոր սուտ։ Ես հրապարակայնորեն ներողություն եմ խնդրում Անահիտից եւ նրա որդուց։ Եվ ես միանում եմ նրա որոշմանը։ Ես նույնպես հրաժարվում եմ ժառանգության իմ բաժնից հօգուտ ընկերության բարեգործական հիմնադրամի։ Սա Լիանայի համար վերջնական հարվածն էր։ Նա ստացավ այն, ինչ ուզում էր, ընկերության վերահսկողությունը, բայց նա պարտվել էր բարոյական պատերազմում։ Նա մնացել էր միայնակ իր հաղթանակի հետ, որը այժմ դառը համ ուներ։ Այդ օրը Անահիտը վերցրեց Տիգրանին եւ հեռացավ Աշոտի տանից։ Նրանց պատմությունն ավարտվել էր։ Նա ընտրել էր ոչ թե հարստությունը կամ անվտանգությունը, այլ ազատությունը եւ արժանապատվությունը։ Նա վերադարձավ իր փոքրիկ բնակարան, իր հին կյանքին, բայց նա այլևս նույնը չէր։ Նա ավելի ուժեղ էր, ավելի իմաստուն։
Նա հասկացել էր, որ մայրական սերը կարող է հաղթել ցանկացած խոչընդոտի։ Մի քանի ամիս անց դռան զանգը հնչեց, Շեմին կանգնած էր աշոտը։ Նա այլևս այն իշխող սառը գործարարը չէր։ Նա հասարակ տղամարդ էր, որի աչքերում խաղաղություն կար։ Ես վաճառեցի իմ բաժնետոմսերը, ասաց նա։ Ես այլևս այդ աշխարհի մասը չեմ։ Ես եկել եմ ոչ թե ինչ-որ բան խնդրելու, այլ ուղղակի տեսնելու Տիգրանին, եթե կարելի է։ Անահիտը երկար նայեց նրան, հետո մի կողմ քաշվեց, ճանապարհ տալով։ Սա նոր սկիզբ էր, ոչ թե սիրավեպի, այլ մարդկային հարաբերությունների, որոնք կառուցված էին ոչ թե ստի, այլ ներման և ընդունման վրա։ Անցան տարիներ, Տիգրանը մեծացավ, դառնալով առողջ և երջանիկ պատանի։ Աշոտը դարձավ նրա կյանքի անբաժանելի մասը, որպես ընկեր, որպես հենարան, որպես մարդ, որը երբեմանի սխալը քավում էր իր անկեղծ սիրով և հոգատարությամբ։ Անահիտը գտավ իր երջանկությունը հանգստության և իր որդու ժպիտի մեջ։ Նրանց պատմությունը դարձավ հիշեցում այն մասին, որ ամենամեծ ցավից կարող է ծնվել ամենամեծ ուժը, և որ հույսի թևերը կարող են բարձրացնել մեզ նույնիսկ ամենախորը անդունդից։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ իսկական ուժը ոչ թե վախի բացակայության, այլ սիրելիների համար փոխզիջման գնալու կարողության մեջ է, պահպանելով սեփական արժանապատվությունը։ Իսկ դուք ինչ եք կարծում, Անահիտը ճիշտ ընտրություն կատարեց։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում և շնորհակալություն, որ մեզ հետ էիք այս ողջ ընթացքում։